Ձի ժամանակներից ի վեր օտար ճանապարհորդները մի բան են գրում հայերի մասին։ Երբ մտնում ես հայի տուն, դու այլևս հյուր չես, այլ ընտանիքի անդամ։ Հայերիս համար բաց դուռը դա ուժի նշան է, լի բաժակը խաղաղության, իսկ հյուրը Աստծուց տրված պատիվ։ Բարև ձեզ, ես Դավիթ Շեկոյանն եմ եւ սա է Հայ կոդը։ Իսկ այսօր տան դռներն է բացում մեր առաջ սիրված երաժիշտ Ալբերտ Օրդինյանը եւ իր կինը հրաշալի երգչուհի Հայկուհի Բաբախանյանը։ Մեկ աբոյն ասեմ լսի դու ինձանից չես հոգնում, ուր դուռը բացում ես ամենտեղ ես եմ ու իմ ձայնն է, գոնե այդ ժամանակ մի հատ թեթև ժպիտ տուր դեմքիդ, որ հասկանամ ամեն ինչ նորմալ է։ Դասը տարա բալես դասը տարա, հեսա դուրս եմ գնում ես։ Արեն չես լսում։ Դժվար հարց ես տալիս, Դավն ուզում է ինձ լացացնի, լավ եկար։ Կամուսնանաս մարդը եթե թողի դու երգի, չի՞ Մեր տան խոսակցություններն ա դա եղել։ Աբուն չի խանդում քեզ։ Դաժան ա ուղակի իր հետ։ Ասի դե ես կարող եմ որ մենք ամուսնանանք, ես քեզ չեմ թողելու որ երգես։ Վառված սրտիս հովը սփրեցեք։ Բայց արի մի հատ անկեղծ ասա, թե խի ես սկսեցի քշել։ Չէ, հեսա կասեմ, ցես ջորոսնելով գալիս։ Խայտարակ եղանք։ Ախնիկ ասեմ մեր հետևողներին։ Մի ասա։ Կոնգրեսի կողմից, հա, Ամերիկայի։ Ամերիկայի կոնգրեսի կողմից։ Oh my god։ Oh my god։ Նա թոլացի հետո կերգի, ոչ իր հանգստանա։ Հայկուհի Բաբախանյան։ Դավիթ Շեկոյան։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքները։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ես Քորի Թաթարյանն եմ։ Եթե ձեզ անհրաժեշտ է վթարի վնասվածների համար փաստաբան, դիմեք ինձ։ Մենք կպաշտպանենք ձեր իրավունքները։ Զանգահարեք մեր գրասենյակ։ Բայլուս աբոտ ջան, ոնց ես ախպեր Լավ ջան։ ախպեր ջան, շնորհավոր բոլոր տոները։ Մերսի ախպերս։ Համեցեք Այս ինչ լավ տեղ եք ապրում ավ ջան։ Բայ, մեր տունն է։ շնորհակալություն։ Համեցեք։ Ոտքներս բարի լինի ձեր տունը։ Շնորհակալ եմ աբոտ ջան։ Ոնց ես Հարազա ջան, հա։ Արի Հայկուհի ջան։ Հայկուհի ջան հյուրեր ունես, բարև, ոնց եք։ Լավ Դավ ջան, Հայկուհի մերսի։ ջան, ոտքներս բարինի ձեր տանը, այս մեր միամոր ծախի խանութից էս գեղեցիկ փունջը քեզ։ Շատ սիրուն ճաշակա ու շատ Շնորհակալ եմ, Շնորհակալ եմ։ Դուք շփվեք, ես մատ երեխուն վրաս դաշնամուրի։ Հա, մենք միջև կոֆե խմենք դու։ Արի Արեն ջան։ Գնա բալես։ Մեր տան մեջ կամ այսքան ամենտեղ ես եմ։ Հա։ Այդտեղ ես եմ, TV վրա ես եմ, մեքենայի մեջ ես եմ երկու բանը։ Ամենտեղ։ Ամենուր ես եմ։ Մեկ աբոյն ասեմ լսի դու ինձանից չես հոգնում, ուր դուռը բացում ես ամենտեղ ես եմ ու իմ ձայնն է։ Երազից մեզ գալիս ես դու։ Դուռը բացում եմ դու։ Ասեմ լսի դու ոնց չես հոգնում։ Բայց այդ լավ է։ Հա, շատ լավ։ Իօքուտ ինձ է ոնց որ աշխատում։ Հայկու ջան շատ տանջվեցիր այս նոր տարվա տոներին ստեղ։ Սովորականի պես ոնց որ միշտ Դավ ջան, որովհետև մենք հայ ենք, չէ, ուր էլ լինենք, ինչքան էլ զբաղվածություն ունենանք, միևնույնն է պետք է անպայման բուդը ունենանք սեղանին։ Դու ես սարքում, թե բլինչիկը։ աբոնա սարքե։ Ոնց որ ես որ գործից գալիս եմ հոգնած եմ լինում աբոնա թեքերանում։ Այդ կատակեր աբոն խոհանոցում մենակ կոֆե է կարողանում դնի, եթե իրականում խոսենք, բացարձակ հեռու են խոհանոցից։ Ամեն ինչ ես եմ պատրաստում։ Դե դու շատ մոտիկ ես խոհանոցին։ Հիմա էլ խոհանոցում ես։ Ես իրականում շատ սիրում եմ խոհանոցում լինել, եթե ժամանակ ունեմ, բայց չեմ սիրում երբ որ ինձ խանգարում են, մամ մի հատ արի, մամ էս դասի մասը
եթե մտած տեղ, պետքա ստեղ իմ գործը վերջացնեմ ու չեմ սիրում, որ կողքից երեխեքն էլ մտնում դուրս են գալիս։ Իսկ հիշում ես, որ ես քեզ ասեցի մի օր կտեսնենք դու ոնց ես պատրաստում։ Դու մի բան գիտեիր։ Հիշում ես։ Դու գիտեիր ուրեմն։ Ես գիտեի, որ այսօրը գալու եմ, մենք էլի հանդիպելու ենք հին ընկեր, իմ բարի ընկեր, չէ՞։ Դե միշտ հին ընկերների առհասարակ լավ ընկերների հետ հանդիպումը միշտ հաճելի է դարձան։ Մանավանդ օտար երկրում որ հանդիպում ենք, ասես լրիվ գնում ենք Հայաստան նորից։ Այո։ Ես համ խոսեմ, համ սուրճը պատրաստեմ։ Այո։ Իսկ պատրաստելուց երգում ես Հայկու ընդհանրապես թե։ Գիտես այդ որ մենակ ես լինում, էլի, իհարկե։ Գիտես այդ ոնց է լինում, այդ լինում է անկախ ինձանից, անգամ ես չեմ էլ ֆիքսում, երգում եմ թե չեմ երգում, կարող եմ ասենք պայտակ բան բռնացնեմ, որ ինչ որ մի հատ սիրում եմ հաճախ այդտեղ միացնել իմ երգերը, սովորաբար ես իմ երգերը լսել այդքան էլ կողմ չեմ։ Բոլորիս մոտ է։ Երևի բոլորիս մոտ է, հա, դա։ Բայց հիմա հենց սկսում եմ պատրաստել, այդտեղ միացնում եմ հենց կողքս, որ գնա երգերը ու ես ուրեմն պատրաստեմ, հետն էլ երգում եմ, հա։ Գիտես ինչի համար եմ հարցնում, հիշում եմ մի պատմություն կար Արաքսա Գյուլզադյանի հետ կապված, որ ընկերը գալիս է տուն, ասում է տեսնում ես Արաքսիա, ինչքան հանդիսատեսում ես դուրս ես պահին, պատուհանից նայում է, տեսնում մի 100 հոգի այդ փողոցում անցնողները լսել են Արաքսա Գյուլզադյանի ձայնը ու կանգնել վայելում են ինքը որ երգում է, ինքն էլ չգիտի իր համար տանը գործաներով երգում է։ Հիմա դու մենք էլ գլենդելում ենք, դու գլենդելում ես ապրում, էլի հարևանների համար հարևանները իրաց պետքա մեդալ տալ։ Բացի որ դիմանում են, որովհետև մենք բոլորը հիմնականում մեզանից մեծ են, տատիկներ, պապիկներ են ու Քեզ շատ են սիրում վստահ եմ։ Ինչ շատ են սիրում ու հենց այդ սերն է փրկում ինձ թվում է մեզ այդ դժվար իրավիճակներից, որովհետև երեխեքի դասերը որ դասը տարա բալես դասը տարա, հեսա դուրս եմ գնում ես։ Արեն չես լսում ու գնում է այդ տոնայությունիկ դիա բարձանում է գնալով։ Ռեմի։ Հետո ես արդեն զգում եմ իմ մեղավորությունը, որ մի քիչ արդեն շատ եմ ոնց որ չափանցել, դուրս եմ գալիս, ասում եմ շատ գլուխները տարա։ Երեխեքը դաս էին անում, եմ որ ես փափկացնում եմ իրավիճակը, բայց իրոք շատ լավ հարևաններ ունենք ու շատ լավ։ Այո, իրենք էլ հավաքվում են, լսում են երգերը, երեխաները դե գիտես, նվագում են բոլոր երկուսն էլ դաշնամուր ու բան, դհոլ, հա։ Ու այդպես հավաքվում են, երեխեքին էլ են լսում դրսից բալետ են անում։ Իսկ հեչ եղել է խնդրեն, ասեն, այ մի հատ մեր համար երգի Հայկոյի ջան, տենց։ Չէ, չեմ սուտ խոսի, տենց բան։ Ֆինանսապես չեն ձգում։ Չէ, ֆինանսականի հարցը չի, ուղղակի իրան լրիվ են որ տեղը չի գալիս դրան հասնի, էլի, հա, հենց ես զգում եմ, ես չեմ թողում իրանք ասել։ Բայց ուզում էի մի բան ասել, այդ պատմածը պատմության հենց հետ կապված, ուզում էի ասել, որ հենց այդ է ժողովրդականությունը, որ այն որ ասում ենք, չէ, արտիստը ժողովրդի սերն է վայելում, ժողովրդականություն է վայելում, ու ինձ թվում է հենց այդ է, որ այդ է եղել իրականեն աստղ կոչվածը, որ ասում ենք, չէ, այդպես պետք է լինի։ Որ դուրս գաս փողոց կամ թեկուզ ձայնը լսեն, արդեն բոլորը հավաքվում են։ Այո։ Դե Արաքսա Գյուլզադյանի ձայներ գիտենք, ինչ ձայնի մասին է խոսքը։ Ես թվում է չհրապուրվել այդ ձայնով չես կարող։ Ես միշտ ասել եմ ու կասեմ, որ ինձ համար առաջնային ինքը տեղում է գտնվում, իհարկե ու երկացանկից շատ ես եկել, քեզանից մաշումի, Շերամի եւ Ձախորդ օրեր Ջիվանի, չգիտեմ։ Շատ եմ եկել, հա, առհասարակ դե Շերամի հիմնական երկերի մեծ մասը իր կատարմամբ են լույս աշխարհ եկել, բայց եւ այնպես, այո, ինձ համար նա մնում է առաջնային։ Այո, այսօր քանի որ ես եկել եմ ձեզ հյուր, իմ Հայի կոդը հաղորդման շրջանակներում հնարավոր չի, այսօր չի երկենք, էլի։ Բա ոնց։ Ասում հազիվ առիթ։ Երաժիշտները կան, գործիքները կա, ինչա պետք է մեզ դավջան։ Մեզ մնում է բարձր տրամադրություն եւ Վերջացավ։ Հանդիսատեսնել միանշանակ գիտես կա, դուրը բաց ենք թողնում ու Հայկու իսկ սենց մի հարց, ես արդեն երկար ժամանակ աստեղ ես, կարոտը բոլորիս մոտ է, ծնողների ըլնում է, օրինակ ես իմ վրա զգացել եմ երգելուց օրինակ ծնողի մասին, մոր մասին երգ, հոր մասին երգ, կարոտը խեղդում է պահի տակ, ոնց ես դիմանում դու։ Ուրեմն բանը Իրականում բանը, ես կարոտը ինձ շատ լացկան է դարձրել, հիմա կարող է հուզվեմ անգամ, բայց չեմ ուզում հուզվել, ուրեմն մի տարի առաջ Orange County-ում մենահամերգ պիտի ունենայի ու ընդգրկեցինք վերջերս 6 ամիս առաջ տեսահոլովակը, որ մայրիկ երգի դուրս եկավ, այդ երգը ընդգրկեցինք ծրագրում, որ պետքա երգեմ։
Ու անընդհատ խուսափում եմ փորձի ժամանակ այդ երգը երգելուց, դե արդեն բայց վերջի օրն է, պիտի երգեմ վերջո թե չէ։ Այս մարդիկ էլ լիաժներն չեն պատկասում ինչի մասին է խոսքը գնում։ Ասեցի լավ, դե դուք եք ստիպել, գնացինք։ Ուրեմն Դավ ջան, ես այդ երգը սկսեցի առաջի երկու բառը երգել ու լացել։ Գիտես, բանը երաժիշտներն ասենց նայում են, բայց չեն դադարում, փորձա, բայց չեն դադարում, նվագում են ընթացքի մեջ, հա, ես մի կուպլետ իրա կրկներկով լավ լացեցի։ Մեր վարպետ Վարդան ասում է, նա թոլացի հետո կերգի, ոչինչ հանգստանա։ Հետո տենց մի կերպ երգեցի, ինչ խոսք, համերգների ժամանակ երևի որ կոնտրոլը կարողանում ես մի քիչ պահել, երևի հուզմունքը ստիպում է, պատասխանատվությունը ստիպում է մի քիչ քեզ ավելի կառավարել։ Ու համերգի ժամանակ էլ իհարկե հուզվեցի, բայց եւ այնպես փորձեցի այդպես չցույց տալ, որովհետեւ համերգի ժամանակ գիտես ժողովուրդը նստած գիտես իրանք գալիս են քեզ լսեն երգը վայելեն ու մի քիչ դժվար է այդ պահը։ Շատ, ես պատկերացնում եմ, զգացել եմ ես ինքս իմ վրա, բայց ամեն դեպքում հա, կարոտը ինքը այդ որ ասում եմ անվերջանալի կարոտ, այդ երևի մերն է ու ցանկացած այն հայինը, ով որ բնակվում է երկրից դուրս, մեր հայրենիքից դուրս, կապ չունի որ երկրում հեշտ է այնքան է դժվար է իրոք որ հա իրականում ով էլ որ չի խոստովանում ինձ թվում է բոլորն էլ իրանց սրտի մի անկյունում այդ ծածուկ պահած երազանքը կա էլի որ վերադառնա իր երկիրը չգիտեմ իր հողում ապրի իր երեխաները այնտեղ մեծանան կամ ապագան դե աստված տա որ ամեն ինչ առհասարակ այնքան լավ լինի որ բոլորս վերադառնենք։ Աստված առաջ։ Իսկ քեզ որտեղ ես ավելի շատ կարոտում, որ ժամանակում ես քեզ կարոտում։ Վայ, ես վերջերս դու նես հիմա հարցեր ես ինձ տալիս, որ ես վերջը ուզում ես ինձ այն հարցերն եմ տալի Հայկոյի, որ ես կուզեի պատասխանել այդ հարցին։ Հա, ես ասեմ քեզ, ուրեմն շատ կարոտում եմ իմ մանկությունը, իմ բակը։ Այդ իմ երեխա տարիքից ասեմ։ Հետո այն որ բաներա, չէ, Facebook-ում բերում է, չէ, հիշում եք այս նոր տարին բան։ Այդ ամեն ինչը որ գալիս է, ես sense չգիտեմ, նորից ապրում եմ դրանով ու իմ համար այդ շատ ծանր բաներ է, աշխատում եմ չնայեմ, հատկապես երեխեքի մոտ, որովհետև չես կարող իրանց բացատրես, խես դու այդ պահին հուզվել։ Կարոտում եմ իմ բակը, իմ մանկությունը, իմ ընտանիքը, տատիկ պապիկներիս, դե ծնողների մասին չեմ խոսում։ Հետո արդեն կարոտում եմ մեր տունը, իմ ու աբոյի տունը, որտեղ որ շատ երջանիկ ապրում էինք։ Մինչև Ամերիկան։ Ամերիկայում էլ են երջանիկ, ինչ խոսք։ Այո։ Բայց այսքան ով որ գիտի։ Հիմա չեմ ուզում մանրանալ ինչի եմ տենց ասում։ Բայց կարոտում եմ, ամեն ինչը կարոտում եմ մեր զբոսանքները, երեխեքի հետ միասին, այնտեղ շատ էինք գնում կինո, թատրոն, այստեղ ժամանակ չի լինում ուղակի։ Հա։ Հա։ Մի փոքր, չէ, շատ տարբեր է կյանքը։ Հա, շատ տարբեր է, մի փոքր չէ, բավականին տարբեր է։ Երևանն եմ կարոտում, մեր համերգներն եմ կարոտում, մեր այդ ընկերական հավաքները, փորձերը։ Չկա մի բան, որ ասեմ, օրինակ, սա չէ, ամեն ինչը։ Իսկ քո կարոտի երգը որն է Հայկոյի, այդքան երգեր գիտես վստահ եմ շատ 100 եւ ավելի երգեր, բայց որ կարոտում ես, որ երգն է գալիս մտքիդ, որ երգում ես։ Որ կարոտում եմ։ Ոյ, դժվար հարց ես տալիս, Դավոն ուզում է ինձ լացացնի, լավ եկար։ Մի հատ բանի ասեմ անցնենք առաջ, օտարություն այսքան տարով, կուլամ կարոտով։ Դե լավ, մի քիչ շփվեք, ես սուրճը բերեմ արդեն, թե չէ։ Դուք մոտենում եք ավարտին իմ լացի։ Ես եմ սա պատրաստել, սա իմ պատրաստածն է, հաճեցրել եմ։ Չէ, Դավջան, ստեղից չէ, ես ստեղ
չունեմ։ Բայց ասեմ, որ Հայկուհին շատ համով քավառի փախլավա է ասա։ Գիտեմ, մենք այդ հույսով էինք Եգեհավ ջան, եթե անկեղծ Վերջացավ ճիշտ ասած նոր։ բայց Կներեք։ պատրաստած։ Լսի, ամանորին միշտ պատրաստում եմ, այդպես ոնց որ արդեն ինձ մոտ դարձած լինի տրադիցիա, որ պետքա պատրաստեմ, պատրաստել էի, բայց փոքր էի արել ու տենց վերջացավ։ Դուք չհասակ։ Իսկ այտենց ավանդական ինչ որ արարողություն կա, օր կա, որ ոնց որ Հայաստանում եք նշել, նենց էլ ստեղ եք նշում։ Նոր տարուց Սուրբ Ծնունդ տենց դրանցից բացի ընտանեկան ավանդական։ Ընտանեկանը մենք ավելի շատ ոնց որ չգիտեմ ոնց է տենց ստացվել, Սուրբ Ծնունդն ենք նշում հունվարի 6-ի 5-ի երեկոյան, 5-ի երեկոյան, 6-ին արդեն հա պատարագին է տարել, էլի մասնակցեցինք։ Չէ, բացի երևի հարցը տեն էր, որ բացի մեր հիմնական տոները, հա, նաև որ մեր համար դարձել է դա այսպես անպայման Հայաստանից նշելի։ եկած ընտանեկան ավանդույթ։ Հա, ես հա, մենք ինչ ամուսնացել ենք, մենք ունենք մեր բաները, օրերը, որ այդ օրերին եթե անգամ գործի ենք, աբոն ասենք երեկոյան գործի է, ինքը չի գնում, որովհետև օրինակ այդ օրը մեր ամուսնության ամյակն է, որ մենք պարտադիր պետքա միասին միտեղ դուրս գանք։ Տեսա ոնց է հիշում։ Դե կանայք են միշտ նման բաները հիշում դավջան։ Հա, դա է որ պետքա միշտ միասին տոնենք, դե ծննդյան տարեդարձները մշտապես հետո տենց էլ ինչ ունենք բացի։ Այն շատ մանր են հանդիպման օր առաջին, բան տենց բաներ ճիշտ ասած Տարին մեկ անգամ էլի։ չենք հիշում անգամ, որովհետև մինչև այն բուն հանդիպման օրը այնքան ենք հանդիպել, որ տենց լրիվ գործնական հանդիպումները շատ եղել, որ տենց անցել է էլի։ Հա, բայց իդես ինչն է հետաքրիր, ինձ ես ավելի վաղուց եմ ճանաչում, քան Աբոյին։ Ես քեզ որ ճանաչում եմ, այդ ժամանակ դու դեռ Աբոյի հետ շփում չունեիր, տենց էլի։ Միայն գործնական։ Հա, որտեվ ես հիշում եմ մենք երբ էր հոկտեմբերի 13 թվականի հոկտեմբերն էր որ միասին Մոսկվայում էինք Սայտնով անսամբլի հետ, այդ ժամանակ արդեն շփվում 13 թվին, հա? Բայց մի վարքյան դու մի վարքյան մենք դրանից առաջ ենք ծանոթացել դա։ Չէ, նկատի ունեմ, ես ուզում եմ ասեմ, որ այդ ժամանակ ոնց որ ես չգիտեի որ այդ ժամանակ կար Աբոն, բայց դրանից առաջ 10 իմ մենաամերգի ժամանակ մենք որ ծանոթացել ենք, այդ ժամանակ դեռ Աբոն այո 11 թվին ենք ծանոթացել ժողովրդական երկրի լավ ես ոնց որ խառնում եմ ամեն ինչ իրար բայց այդ քո ասած ժամանակ Աբոն կար ուղղակի մենք շատ բացայտ դեռևս չենք շփվում գործի բերումով եք ծանոթացել երկչուհի երաժիշտ բայց հետո ոնց հասկացաք որ այ չէ ոնց որ դե իրան լինում այս թվում ասեմ որ Հայկուհու կոնսերվատորիայի բոլոր քննությունները միշտ ես եմ նվագել համ որպես երկչուհի շատ է իրան համակրում, սիրում է իր երգելը, համ տենց արդեն ընկերական շրջապատ ունենք, այդ ժամանակվանից միշտ իրար հետ ենք եղել։ Դե լավ, ես էլ հիմա քո համար միշտ երգում եմ, երբ ասում ես։ Արդեն քանի տարի ամուսնացած եք։ 11 տարի։ Այս տարի 12-ը կլրանա։ Կլրանա, այո, բայց ոնց որ մի ակնթարթ լինի, բայց այսպես որ հետ ես նայում, քեզ թվում է դու մի ամբողջ կյանք իրար հետ ապրում ես։ Հա։ Հիմա իշկանով տեղյակ եմ միասին աշխատում եք, չէ՞։ Նայած որտեղ ոնց հաստատվում, իրականում ամեն մեկս առանձին ռեստորաններում ենք աշխատում այստեղ, բայց ունենք հարսանեկան օրինակ արարողություններ, որտեղ հարսի գովքը, որ ասենք Աբոն գնում է Փեսայի տնից գալիս է հարսի տուն, ես միանում եմ իրանց։ Մենք մեր բենդով ենք գնում այդպես։ Միասին աշխատելն էլ իր լավ ու վատ կողմերը ունի, ինքը միշտ պահանջատեր դաժան է ուղղակի իր հետ, ես մեկ-մեկ որ սենց երգում եմ ու աչքս միամիտ իրան է անգնում ու ինքը շատ լուրջ դեմքով նվագում ասում եմ լսի, գոնե այդ ժամանակ մի հատ թեթև ժպիտ տուր դեմքիդ, որ հասկանամ ամեն ինչ նորմալ է, ասում եմ, բայց ես չեմ ուզում ասեմ, դեմքնեց չի, որ վատ մի բան է, էլի ինձ դուր չի գալ, ասում եմ, մարդ նայում է դեմքիդ, գիտի մի բան թարս է գնացել։ Ես էլ այդ նույն բանը, որ նայում եմ իմ համերգները, օրինակ ես որ երգում եմ, երաժիշտները ասենց վատ դեմքով էլի, չասեմ ասենց։ Հա, ինչ որ ասենց մռայլ դեմքով են կամ ինչ որ ասենց անհանգիստ ինչ-որ վիճակ է, մտածում ես կարող եմ մի բան այն չեմ երգում, ճիշտ տոնալության մեջ չեմ կամ չգիտեմ ինչ որ մի բան կա, որ ժամանակ նվագում։ Հա, դուք էլ լարված նվագում եք։ Մտածում ենք, որ ամեն ինչ լավ լինի, էլի։
Ինչ ուզում ա երկի։ Չէ, հենց էտա որ ինքը համիրա նվագն ա անում, համին երկի մասին ա մտածում։ Համ էլ նայում ա որ հանկարծ այնտեղ օրինակ բանը երկի ընթացքում եղբայրը շուտ չկա կոշիկը հագցնելու, որովհետև այդ մի հատ ուրիշ երկերի շարք ա այդտեղ լինում։ Այսինքն իր մոտ այս ամեն ինչը հսկողության տակ ա ու դրա համար միշտ ինքը լուրջ դեմքով ես իրեն միշտ ասում եմ, երբ որ ես երգում, խնդրում եմ դու թիկունքս պահի։ Շատ լավ, աբջան, իսկ աշակերտներ ունես, գիտեմ, որտեղ ես պարապում, տան մեջ կարծում եմ։ Չէ, մեկ-մեկ լինում են դեպքեր, որ տանել եմ պարապում, ունեմ իմ ստուդիոն, Ոնց է կոչվում, Վահագն դոլարների անսամբլ։ Վահագն, ինչի Վահագն։ Եկել է հորիցս, որ հայրս 97 թվականին ստեղծեց Վահագն դոլարների անսամբլը, ինքը մեկնաբանում էր sense, որ Վահագն Աստվածը եղել է մեր ուժի կրակի բան ուժեղ Աստված ենք ունեցել, ոնց որ այդ բանով Դե հոլ նվագել ամեն ուժ ապետ։ Այո։ Ես դրամաբանության։ Այդպես փոխանցվեց, նաև ես այստեղ բացեցի իմ ստուդիան։ Վերաբացեցիր ավելի շուտ։ Այո, Ամերիկա, ոնց որ sense ասած, տեղի մասնաճյուղը, բայց մյուսը կա Հայաստանում։ Հայրիկը Հայաստանում ա գալիս գնում ա եւ Այո։ Չէ, հպարտա բնականաբար, որ շարունակում ես իր գործը, նաև իր թորնիկներն էլ են նվագում։ Այո։ Քո տղաներն։ Վայ, այդ տեսնել ա պետք մենակ։ Կտեսնենք։ Թե ինքը ոնց ա, այսպես թե հուզվում ա, թե ուրախանում ա, թե հպարտանում ա, այդ ամեն ինչի իր մեջ sense միախառնված այդ զգացմունքները, զգացողությունը, ինքը ինչ երջանկությամբ ա նայում իր թորներին, երբ որ իրանք նվագում են։ Դե երեխեքն էլ sense բանով որ պապին ինչ գնահատական կտա, չէ՞, վերջի վերջո։ Վարպետ պապին ինչ գնահատական պիտի տա, դե պապիկը միշտ ասում որ շատ լավ է, բայց այն նյուանսներն էլ այնքան սիրուն է ասում, որ հանկարծ երեխեքը մի բանից չնեղվեն, բայց իրոք հպարտություն է դա, այո։ Իսկ որտեղ ես պարապում։ Արարատ Պլազան որ կա Գլենդելում, այնտեղ առանձին իմ տեղը ունեմ ես։ Այսինքն ովքեր ուզենան որ աշակերտներ կան քո մոտ պարապելու, կարող են իմ Instagram-ին գրել կամ այնտեղ հեռախոսի համարն էլ կա, ամբողջը կարող են տեսնել։ Քանի տարեկանից են որ ընդհանրապես։ Հիմնականում 6 տարեկանից եմ վերցնում երեխաներին, որ արդեն հասկանան իրանք ինչի մասին է խոսքը։ Մինչև ունեմ աշակերտ, որ 46 տարեկան է։ Ուզում է պրոֆեսիոնալ սովորի։ Փորձում ենք տանենք դրան։ Հա, շատ լավ է։ Բայց մարդիկ էլ կան պրոստը գալիս են որ սիրողական իրանց հաճույքի համար, հա։ Սկզբից ասում են սիրողական, բայց հետո մեկ էլ որ մի քիչ սկսում են նվագել, արդեն իրանք էլ են հասկանում, որ ինձ սիրողականի մասին չի խոսքը։ Գիտես ինչ հիշեցի, որ ասում են մեքենա որտեղ սովորում ենք շելու, որ ասում են այնքան որ խանութ գնան գանք, մենք ֆրիվեյ չենք մտնելու։ Մեկ է մի օր տեսնում ես արագ։ Ասում ա 2 տարի մեկ է տենում ես ֆրիվեյ վրա ոստիկաններ են ելեն հետևում։ Ինչ հրասիրեմ դավ։ Ես մտածում եմ որ դու քեզ պետք է ազատ զգաս մեր Ես ազատ եմ օջախում։ զգում, բայց որպես տանտիկին դու երևի կտրես խմորեղենից մի փոքր հատված, ես շաքար չունեմ, շաքարի խնդիր չունեմ, փառք Աստծո առողջ ենք։ Շատ լավ է։ Աբջան, քո մոտ ոնց է այդ կարոտը, ոնց ես դիմանում։ Ես զբաղված եմ շատ։ Հա, մի քիչ այդքան միտքը տալու շատ զբաղված եմ։ Դե մենք 19 թվականից ենք ստեղ եղել, տեղափոխվել ու 23-ին արդեն Հայաստան գնացել եկել եմ։ 24-ին ընտանիքով գնացինք Հայաստան եկանք, 25 անցած տարի էլի ընտանիքով գնացինք եկանք, ոնց որ տենց ավանդույթ է դառնում, որ ամեն ամառ հա մենք պետք է այնտեղ լինենք։ Մենք շատ կապված ենք Հայաստանի հետ։ Աբդուկ ուզես։ Հա, շատ կապված ենք Հայաստանի հետ, մեր տունը, բան, ամեն ինչ ունենք այնտեղ ու ոնց որ միշտ ձգտում ենք, գնանք, գանք։ Ամենակարևորը որ հարազատություն, ընկերներ։ Իսկ երեխեքի դաստիարակության հարցում որպես օրինակ ես 2 աղջիկ ունեմ, մի քիչ ուրիշ է, իսկ տղաների մոտ ոնց է հայրն ավելի շատ զբաղվում դաստիարակությամբ, թե ասեմ որ երկուսս էլ իրար չենք զիջում, երկուսով էլ զբաղվում ենք։ Դե բնականաբար դասեր բան հիմնականում Հայկուհին է հետները, բայց պարապմունքների տանել, բերել, հետևել, չգիտեմ, խորհուրդներ, այո, բա ոնց։ Դե հետո տղեկ են, իրանք պետք է ոնց որ իմանան ինչ են անում։
Իրանք այն տարիքում են, որ ավելի շատ papayi դաստիարակության, խորհուրդների ու մնացածի կարիք ունեն, էլի։ Papayi հետ ավելի շատ լինելու։ Իսկ Հայկույն այ օրինակ այն ժամանակ շատ են լսել, չէ՞, որ ասում էին վայ մամաս շատ լավ էր երգում, papas չթողեց որի։ Պապին չթողեց, օրինակ քո papan չթողեց որ երգի օրինակ։ Կամուսնանաս մարդը եթե թողի դու երգի, չէ՞, որտեղ խոսակցություններն ա դա եղել։ Հա, եղել է, ու ոնց եղավ այդ ամենը։ Աբոն չի խանդում քեզ։ Նայ, այդ papan այն ժամանակ, երբ որ ես ուզում էի կոնսերվատորիա գնայի ես երգի գծով, ինձ չէր թողում, ասում էր դու ինչ ես անելու հետո կարող է նենց մի հատ ամուսին ունենաս, որ չթողի անգամ աշխատես սովորական։ Ինչի մասնա խոսքը։ Բայց կյանքը ուրիշ ճանապարհ ինձ պարգևեց, ես գնացի նախագիծ ու տեղից սկսվեց ու ես ասացի նայ ասացի ես հուսով եմ այն խելամիտ որոշումը կկայացնեմ մի մարդու հետ կյանքս կապելու, որը որ կընդունի ինձ նենց ոնց որ կամ ու ես կարծում եմ որ դիմացինս էլ ով որ ինձ պետքա ընտրեր, ինքն էլ այնքան պետքա խելամիտ լիներ, որ ինձ ընտրելա ուրեմն ինքը պետքա Բայց այդ հարցը դրել ես այն սկզբում, որ ես պետքա երգեմ։ Չասեմ, ուրեմն, հա, աբոն ի սկզբանե ինձ սիրելա երգչուհի, հետո մարդ տեսակ եւ այլն, ու մենք իրար հետ որպես անձնավորություն երբ որ շփվել ենք, մենք իրար այդ ենք առաջինը մեզ կապելա մեր մարդ տեսակը։ Երաժշտական ունակությունները մի կողմ դրած։ Ու մի օր երբ որ ընկերություն էինք անում, ինձ ասեց, ուրեմն նայ ասեց, դու պատրաստ ես, որ ես ասեմ, սենցա ուրեմն սենց ասում եմ, հիմա ես հասկանում եմ ինքը ուրա տանում խոսակցությունը, բայց ասում եմ, իսկ ի՞նչն է տենց։ Ուզում եմ ինքը այդ ասի, ուզում եմ հասկանամ, էտա խի, այսքան ժամանակ ես չեմ ճանաչել, ասեց, դե ես կարող եմ, որ մենք ամուսնանանք, ես քեզ չեմ թողելու, որ երգես։ Դե ես էլ ասացի, օքեյ, ես չեմ երգի, եթե դու տենց ես ուզում։ Չգիտեմ, այդ ոնց եղավ, որ ես միշտ ասում եի երգը, էլի երգը, բայց մի հատ պահ է գալիս, որ դու գիտակցում ես, օքեյ, էլի երգը, բայց ընտանիքը միշտ առաջնային է։ Առաջին տեղում է։ Ու ես իրան ասացի, ես դու որ պահին ասես, եթե դու կասես, եթե գտնում ես, որ ես չպետք է երգեմ, որովհետև կարծում եմ այդ հարցը պիտի դնես, երբ որ տեսնում ես, որ ես չունեմ այդ տվյալները կամ չունեմ այդ լսարանը, այդ հանդիսատեսը, հա։ Այդ շնորհքը աղանդը չի։ Ասացի չեմ երգի, եթե դու տենց ես ուզելու։ Ու անցանք այդ թեման։ Հետո ամուսնացանք։ Ամուսնանալուց մի քանի օր հետո ես գնացի համերգ երգեցի, ինքը ինձ տարավ այդ համերգին։ Հետո ինքը գալիս ասում էր, գիտես, օրինակ պարոն Դավթյանն է զանգել, ազգային նվագարանների ղեկավարը, ու դու պետք է այսինչ համերգին մասնակցես։ Հետո ասենք պարոն Պողոսյանի հետ եմ խոսել կամ չգիտեմ, ինչ որ sense համերգներ ու գործեր եւ այլն։ Ու դրան զուգահեռ մի օր էլ եկավ ասեց մեր դպրոցում բանը ժող բաժնում դասատուի տեղ կա կուզես աշխատես։ Ասացի, հա, դե որ դու ես ասում։ Ու Դավջան, այդ մի հատ խոսակցությունն է եղել մինչև ամուսնությունը, ու ինձ թվում է մենք երկուսս իրար լրիվ հասկացել ենք ով է, սենց ասեմ։ Ես ուզում եի հասկանալ, անելու, հա։ Պրոստը ուղղակի Այդ ամենաուժեղ տեղին կպա էլի։ Կապ չունի երգնա, բա, ինչ ասեմ կանես այդ բանը։ Հա, դե ասեց, թե ասես մի երգի չեմ երգի, ասի լավ, ուրեմն ուրիշ բաներ որ ասեմ, իմ ասածով անում։ Լավ, հիմա երկրորդ հարց, օրինակ իմ համար միշտ բան ա եղել, որ կինը մեքենա վարի, օրինակ Հայաստանում վարել ես մեկ, այստեղ գիտեմ որ Հայաստանում որ ասում էի ես վարեմ մեքենա, մի հատ էլ ինձ բան, չէ եւ վերջ բացառված է։ Տեսա հայկական տղամարդկանց բանը մտածելակերպը բան։ Չէ, սենց ասեմ որ Հայաստանում նախ մի քիչ վտանգավոր է, վտանգը շատ էր ու այնտեղ ամեն ինչ իրար մոտ էր, լիքը մարդիկ կարիք չունեն մեքենա վարելու, ոնց որ չեմ պատկերացրել որ կարողա ասենք կինս մեքենա վերցնի ու ինչ որ տեղ գնա։ Դե հետո կներես ամեն դեպքում ես էլ ուր ինձ պետք էր գնալու, ինքը ինձ միշտ տանում էր, երբեք ես ոչ մի տեղից հետ չեմ մնացել կամ չի հետ ընկել իմ օրինակ ժամադրությունը խանութ գնալը կամ որևէ մի բանը, միշտ ինքը ինձ ամենտեղ հասցրել է իմ ուզած ժամին։ Դրա համար էլ կարծում եմ այդ բանը չկար։ Հետո մի բան էլ կա, որ գիտի որ օրինակ կարողա պահի տակ ինչ որ արագ չկողնորոշես, ինչ որ մի բան սխալ անես, հետևից մեր վարորդները սիգնալ են տալիս, հետո երկու հատ են տալիս, հետո ավելի անվտանգ է, կարամ ասեմ կանոնները շատ խիստ է դրված։ Եթե ճիշտ քշես։
որ արդեն երևի 2 տարի էր ստեղ էինք, ինքը դեռ Բայց արի մի հատ անկեղծ ասա, թե խի ես սկսեցի չէ, հեսա քշել։ կասեմ։ Դու ասա։ Հեսա կասեմ։ Անկեղծ մինչև 2 տարի էր արդեն ստեղ 3 էինք։ գրեթե։ 2-3, հա։ Ինքը էլի չէր վարում մեքենա, միշտ էլի ես տանում բերում էի բան, հետո ոնց որ բանը հասավ նրան, որ առավոտը արդեն երեխեքը դպրոց, բան, դե ես էլ Չես կարա 10 մասը կիսես։ ուշ գալիս եմ տուն գործից, առավոտ այդքան շուտ անհնար է զարթնելը։ Ու մի հատ սիրունոր։ Ասեց բանը, Չէ, ես չեմ ասել։ Եկավ ինձ sense այդ։ Ազիզ, բայց դու չես ուզում քշես։ Ոնց որ արդեն հարմարվեցիր, որ չես քշելու։ Ասում, հա? Լուրջ։ Դե ասում եմ, ոնց կասես։ Ու տենց որոշեց, որ ես պետքա քշեմ։ Դու սորացրեցիր, թե վարորդ որպես վարպետ։ մի երկու անգամ ոնց որ ասի հələ արի նստի։ Որ նստեց, մի անգամ ես գազին սխմեց, ասի չէ։ Իչի։ Վախը բռնել եմ։ Մեր ընկերներից շատ լավ կլարնետահար Գառնիկ կա, որ վարպետ երաժիշտ է, համ էլ ստեղ որ ասում են ինստրուկտոր։ Այո։ Զանգեցի ասեցի վարպետ ջան, ասի Հայկուհուն ավտո մեքենա վարել կսովորացնես, ասես մեր սիրով։ Ասի լավ։ Մի երկու անգամ դուրս եկան իրար հետ, Գառնիկը զանգեց, ասեց Աբու ջան, Հայկուհին պատրաստ է, ասի ոնց։ Հենց առաջին անգամ եկել է մեքենայով ու ես եմ նստել մի անգամից ղեկին ու գնացել ենք։ Ու ինքը ասում է դե մի 6-7 պարապունք կգնաս, բան, ասում վարպետ ջան, բայց մի հատ թող լավ կա, ասես քեզնից լավ է։ 2 օր։ 2 օր։ Հավատում։ 2 օր, մի ժամ թե 2 Երրորդ ժամով։ օրն էլ ես էլի խնդրել եմ, ասում եմ խնդրում եմ գոնե մի հատ էլ ֆրիվ է էլի իրար հետ դուրս եկեք, ասես լավ, բայց քշում է, խնդիր չկա։ Շնորհակալություն վարպետ Գառնիկին, Հայկուհուն լավ մեքենա վարել։ Հանգարց ուզենան դու գրեն համարը տան։ Հա, շատ լավ ինքը ինստրուկտոր է, ամեն շատ լավ երաժիշտ։ Իսկ ինչ մեքենա ես վարում Հայկո ջան։ Այս պահին Այս բան չէ, որ ինչից ենք սկսել։ Չէ, այս բան չէ, որ վարում ես, ինչ մեքենա ես հիմա վարում։ Հիմա ինչ է, հա, այս պահին չէ, օքեյ, հասկացա։ Հումոր եմ անում։ Դա ջան, ինքը Միտքս խոհանոցում է դա, սենց համ շփվում ենք, համ էլ ընդեղ է, որ ոնց որ ճիշտ անեմ ամեն ինչ, հասկացա։ Չէ, լավ։ Էսի ասա ու Վարում գնա։ եմ Lexus RX 500 F-Sport hybrid, չգիտեմ այդ ինչ ասենց, ինչ ասելա սա։ Սպորտա հայբրիդը, որ համ գազը, համ 500։ 500 հայբրիդի F-Sport։ Հա, որ թվականին արտադրան։ 24։ 24։ Հա, բայց ես չեմ հոգնել, որովհետև միշտ այդ մեքենան ինչքան տեսել եմ, ես սիրել եմ այդ մեքենան ու այդպես որ բայց երբ որ ես սովորեցի, արդեն որը որ քշում էի այդ ժամանակ մեքենան ջիպ էր։ Ջիպը որ վերցրել։ Մի հատ հենց մեծ ջիպ էր վերցրել իմ ապահովության համար։ Այկույ ջան, դու էսի քշի մեկ։ Խփեն բան չլինի։ Հենց Մի քանի ամիս հետո գիտես ոնց էր քշում։ Այն կհիշես, մենք որ փոքր էինք, այն որ 06-ով բանով sense ջորոսնելով գալիս։ խայտարակ եղանք։ Այդ մեծ ավտոն դու տենայր ոնց էր քշում, որ ես հետը չէի ելնում։ Մի օր ասի չէ, էսի շատ մեծ արդեն քո։ Ամոթելա գոնե միացա։ Չէ, բայց այս ամեն ինչի մեջ անպայման կանոններով ու արագությանը հետևելով։ Այո։ Ապրես։ Ես քեզ չեմ ասում, Աբոյին եմ ասում, ինձ եմ ասում, մեր ստեղի ապրող ընկերներին, եթե հանկարծ Աստված չանի, մեր մեքենային կան խփեն, ինչ-որ վթարի մեջ լինենք, դիմում ենք, չէ՞, լոերների, որ մեր ուզած ձևով, մեր հայ կոդը հաղորդման գործընկերն է Քորի Թաթարյանը, որ այդ հարցերը լուծում է շատ արագ եւ վստահ մեր օգտին։ Շատ Աստված չանի ունենանք նման իրավիճակ, նման դեպք, շատ վստահ եմ կդիմենք։ Շնորհակալ եմ։ Ես Քորի Թաթարյանն եմ։ Եթե ձեզ անհրաժեշտ է վթարի վնասվածների համար փաստաբան, դիմեք ինձ։ Մենք կպաշտպանենք ձեր իրավունքները։ Զանգահարեք մեր գրասենյակ։ Ես հագնեմ իմ ձեռնոցները։ Այո, ես կարամ քեզ օգնեմ։ Չէ, արի մենք զրուցենք։ Ես սկզբում նշեցի, չէ, որ չեմ սիրում իս խանութում ղանգարում են։ Ավշի։
Չէ, ես չեմ խանգարի, ես չէ, որ sense ձերն այդ բանը չեմ, մի հատ էս աղը միացում։ Այդ կարող ես անել, այո։ Շնորհակալություն։ Ես հիմա սա քեզ կմոտեցնեմ։ Շնորհակալություն։ Որ Ես էլ գիտես, չէ, որ մասնագիտության խոհարար եմ նաև։ հա։ Այո։ Ես Դե հիմա սովորել եմ կգնահատես իմ խոհարարական մոտեցումները։ ուսումնարանում, ստացել եմ 5-րդ կարգի խոհարարի որակավորում։ Շատ քիչ աշխատել եմ, հանդիպելով շատ լավ մարդկանց, չգիտեմ, այդ թվերին միշտ այնպես լավ մարդիկ էին ինձ հանդիպում, էլի, այնպես ճակերտավոր, որ այնպես հիասթափվեցի այդ գործից, որը որ անում էի, բայց շատ եմ ես էլ սիրում խոհարարությունը ու պատրաստել եմ շատ հաճախ։ Մի օր ես հույս ունեմ, որ քո պատրաստածը մենք կուտենք։ Ես հույս ունեմ, որ հայի կոդը հաղորդաշարից հետո կլինի նոր հաղորդում, որը որ դու կանես ու գաս մեր տուն։ Հա, չէ։ Ու ես կպատրաստեմ։ Այս ձեռքս դեռ մաքուր է։ Շնորհակալություն։ Ուրեմն, այս ձուկը շատ համեղ է։ Բայց իրա մի հատ բանը չեմ սիրում, որ ամեն անգամ պետք է այս կաշին ես հանեմ, իրան պատրաստելուց առաջ։ Ինչի եմ հանում։ Ես ինքս չեմ սիրում կաշին ուտել առհասարակ, ցանկացած տեսակի ձկան ինչ եղանակով պատրաստված է։ Այս պարագայում ավելի շատ է պետք անել, որովհետև ուզում եմ իրան այսպես լավաշով փաթաթել հատ առ հատ, մեջը տենց համեմունքով, կարակով։ Այս այն որ էլի անդրադառնամ մեր սկզբի խոսակցությանը, մանկության կարոտ եւ այլն, այս տեսակ ձուկը ես հիշում եմ, որ պատրաստում էր իմ մորաքույրը, տատիկիս քրոջ աղջիկը, ինքը հիմա հաստատ կիմանա, որ իր մասին եմ ասում։ Ողջունում ենք, այո, իրենք էլ ապրում են Մոսկվայում իմիջայլոց։ Եվ ես հիշում եմ, որ ինքը պետքա լիներ առանց կաշի։ Եվ այդպես դա իմ մանկության ուտելիքների այդ համնա, կարոտնա, որը որ այստեղ էլ կա այդ կարոտը, այսինքն։ Ուտելիքի նաև։ Հա, ես չգիտեմ ձեր հաղորդումների ընթացքում ձեզ ինչ են հյուրասիրել կամ առհասարակ տարբեր բաներ։ Այն խորովածայինը վստահ եմ, որ ունեցել եք արդեն, դեռ կլինի, սա էլ կլինի, բայց այս, չգիտեմ, այս տեսակը ես սիրում եմ ձկան պատրաստման։ Փորձենք։ Ինձ թվում է դուք կհավանեք։ Իհարկե, իսկ ընդհանրապես ոնց է որ պատրաստում ես այն ինչ որ սիրում է քո ամուսինը ու սիրում են քո երեխաները, թե դու փորձում ես ամեն անգամ մի նոր բան պատրաստել, որպեսզի իրենք էլ ոնց որ սկսեն ուտելային ինչ որ դու ես պատրաստում։ Ասեմ, որ աբոնն ուտելու հետ կապված բացարձակ խնդիր չունի, բացարձակ, ինչ պատրաստում եմ ուտում է, այդ շատ լավ է կնոջ համար, երբ որ ամուսինը սնվելու խնդրեմ չունի։ Այո։ Երեխաներն էլ, եթե ունենում են, այդ հարցը լուծում ենք ու ասում ենք դա է եւ դա պետք է ուտեք եւ վերջ։ Իսկ ունես իրաց բան, որ ասում են մամա խնդրում ենք սարքի էս։ Հա, այդ բանն է, բորշն է։ Բորշ։ Այո, բորշ։ Եվ տոլման մեր հայկական։ Թփով, թե ամառային։ Թփովն էլ, ամառայինն էլ, ամեն տեսակը, այսպես ասեմ։ Ես երևի սխալ դանակ եմ վերցրել, ճիշտն ասած։ Դավ, մի հատ այս դարակից խնդրում եմ այն մեծ դանակը հանիր ինձ տուր։ Մեծ։ Այս սևը, այո։ Շնորհակալություն։ Փորձիր։ Հա, այդպես իրանք սիրում են այդ ոնց որ սա էլ է, հա, արդեն շարքից դուրս եկել։ Ես շատ վատեղով չդնեք այս մասը, ինչ է։ Հիմա ձուկ։ Աբո մենք միեսի մեր փողերը քամուն եմ տալիս։ Արի տես ինչ են գանում։ Գոնե մի հատը նորմալ լինի, մի հատ սրի։ Հանի։ Այն մեկով բերսենց այն հայավարի սրենք։ Չի ավել չէ։ Չէ, այնի, այս սրանով տուր ես կսրեմ։ Ըհը։ Ասեն երկու դանակ է բանալություն էլի։ Հա, ոչինչ։ Հիմա երկուսն է կփորձենք, որն է լավ։ Ես չհասկացա այն օրը, բա ես ո՞նց եմ սրան հեշտությամբ հանել։ Պատկերացնում եմ։ Եվ պետքա երկես հետը Հայկոյի որ։ Կարծում ես։ Հիմա այնքան եմ լարվել, որ ամեն ինչ լավ լինի, պատկերացրու։ Իսկ հիմա պետքա երկես, որ ավելի հետաքրքիր դառնա։ Ասա։ Մի բան ասա։ Զուպ պատրաստելուց ինչ կարելի է երկել։ Մեր Աշխուժ Գևորգը ձկան մասին երգ չունի, Սևանը։ Հա, Սևան, չէ, բանը հիշեցի, դամբը ձերքիս աշխատում, Նորսի երգը, չէ։ Երգը, այո։ Իսկ ավելի շատ ինչ ոճի երաժշտություն ես լսում քո համար, ժողովրդական ես լսում, որպեսզի, չգիտեմ, Դավ ջան, ամեն ինչ էլ լսում ենք, նայած տրամադրության, բայց եթե պետքա
այսպես հանգստանամ, այդ ժողովրդականն է։ Ու բացի այն որ իմ երգերը, ես շատ մեր հին երգերն եմ սիրում ավելի լսել, մեր ավելի մեծերին լսել։ Դե օրինակ ես վերջերս Ռուբեն Մաթևոսյանի երգերից էի լսում ու հետո գիտես զգացի որ մեքենայի մեջ եմ ես ուզում այդ լսեմ։ Կա չէ՞ որ ասում են մեքենա քշելուց դրայվ-ա պետք չգիտեմ էսեն, բայց չէ, հավատամ, եկեք որ դու քո հետ քո մտքերով Էլի, նայած ինչ արագությամբ եմ գնում։ Հապրես, ինչ արագությամբ եմ գնում, ինչ տրամադրություն ունեմ, լինում է որ սենց շոտ իմամնացիելն եմ, այդ պայտակ կբարձրացնեմ։ Երեխեքն էլ են սիրում ժողովրդական շատ երգերը ու մեկ-մեկ որ ասում եմ օրինակ ինչ երգ միացնեմ։ Մամ քո երգերը կամ չգիտեմ, օրինակ բանը որ մեկ-մեկ ուզում եմ այսօրվա ու այն երգերը, միշտ այնա իրանց մոտ գալիս, հա։ Դե այսօրվան էլ կմեծանան, արդեն իրանք կընտրեն այսօր ում կարելի է լսել։ Սենց մի հարց, օրինակ ես իմ փորձից եմ ասում, եղել է երգեր, որ ես լսել եմ, շատ սիրել եմ, բայց ես չեմ անդրադառնա այդ երգին, որտեվ ասում ես չեմ երգել ունես, որը որ պետքա երգեմ, ավելի լավ է ես լսեմ այդ երգը, քան երգեմ։ Իսկ քո մոտ կա այդ երգը, որը որ Եղել է այդ երգը, այդ հենց քեզանից մասչունիմներ։ Բայց անդրադարձել ես։ Բայց անդրադարձել եմ, բայց բավականին երկար տևեց դրան անդրադառնալը։ Բայց ես հիշում եմ դու այդ 2012 թվից ես երգում այդ երգը արդեն։ Հա, բայց մինչև այդ ես մոտավորապես տարուց ավելի 2 տարի պարապել եմ այդ երգի վրա ուսուցչուս հետ, որպեսզի ես իրան լիարժեք ոնց որ համինքներ ուզում համ ես ներկայացնեի։ Ու այդպես երգեցի, ստացվեց, շատ սիրվեց, ժողովուրդը այդպես էլ բայց ուշ նկարեցիր կա։ Տեսահոլովակ չէ, բանը քեզանից մասչիմ չէ, դու բանի հետ ես շփոթում, ձախորդ օրերը։ Այդ ձախորդ օրերը վերջի շրջանի մեր երգերից է, որը որ հենց միշտ սիրել եմ, բայց միշտ բան չեմ արել, ոնց որ չեմ երգել, վախեցել եմ, որովհետև նախ առաջինը որ կներեք։ Նախ առաջինը որ բան էր, լավ Միրվարքյան, սենց անեմ, որ ես շոխուրում ես չխանգարի վաբշե։ Նախ առաջինը որ լավ ջան, ինքը աղջկա ձայնով մի քիչ խորթ է լսելը, չէ, միգուցե։ Դե Ռուբեն Մաթևոսյանի կատարումն լսել, Ռաֆի Ախոյանի։ Եվ ապրես, չնայած ինձ ասացին, որ աղջիկ երգել է, բայց ես երբևէ չեմ լսել եւ ես շատ այդպես ուսումնասիրեցի, փորձեցի, հետաքրքրվեցի, հենց մեր վարպետներից հարցրեցի, չգիտեմ, ամեն դեպքում։ Բայց զուտ իր, հա, ձկով։ Նա ցենդ կտրի էլի։ Հա, զուտ իրա բանը, տեխնիկական առումով ավելի շատ դավ երևի որ չեմ մոտեցել, բայց հետո էլի տենց ինքը շատ պատահական ստացվեց իրա այդ երգի կատարումը։ Ես կարամ պատմեմ այդ պատմությունը։ Հա, պատմի։ Հայկուհուն հրավիրեցին Orange County կողքի մարզը մենահամերգով, չէ, նահանգ չէ։ Orange County-ին ոնց որ մարզ, ոնց ենք ասում Los Angeles-ի գիտեմ, Orange County-ում եղել եմ, բայց այդ ժամանակ փորձ էինք անում, բենդով, երաժիշտներով բան։ Ես տանը մի երկու անգամ լսել էի, որ ինքը ձախորդ օրերը երգում է, ասում էի, բայց լսի, ոնց որ լավ ես երգում, ասում էր չէ, բայց Ռուբեն Մաթևոսյանն ինձ է երգել, ասում էի, հա, Ռուբեն Մաթևոսյանը մեր լեգենդար վարպետն է, բայց հիմա այդ մի երգը, եթե ինքը երգել է, ուրեմն բանը պետքա չանդրադառնանք, հա։ Փորձի ժամանակ համապատրաստից համոզեցի։ Տղեկին ասի մի հատ ձախորդ օրերը նվագենք, թո երգի էլի։ Ու այդ փորձի ժամանակ Դավ ջան, գիտես ոնց երգես, որ մեր վարպետ երաժիշտներն էլ ասես բոլորը մեր վարպետ Վարդանը Քամանչար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ։ Ասես Հայկուի ջան, ես ինչ ձև երգեցի, ես չէի պատկերացնում, որ կարա կինը աղջիկը սենց ներկայացնի երգը։ Ու այդ երգը ներառեցինք ծրագրի մեջ։ Դե մի քանի անգամ էլի առիթներ ընձեռնվեց, որ ինքը երգեց ձախորդ օրերը ու որոշեցինք, որ պետքա տեսահոլովակ նկարենք։ Նե տեսահոլովակն էլ։ Շատ սիրում, շատ։ Այո, լավ ստացվել է։
Կան երգեր, որ չես ուզում անդրադառնաս այդ երգերին, օրինակ ես որ հիշում եմ իմ սովորելու ժամանակ մեր Մխիթար Քեցյանի մեր վարպետի մոտ որ սովորում էինք, վերցրել էի խորմես ծովեր Աշուխ Շերան։ Ոй ոնց եմ սիրում այդ երգը։ Շատ չլսված երգ ու Ռուբեն Մաթևոսյանի կատարումը, որ լսում էի ես այդ կատարումը, ասում եմ ես չեմ կարա մի շնչով ամբողջ տունը երգեմ, իմ համար սա բարդ է, բայց սովորելով, աշխատելով եկավ, գիտես չէ, Այգու այդ երգը։ Վայ ոնց երգում չգիտեմ։ ես, Խորմեց ծովեր մեղմացուց ալիքները ձեր կատաղած վարված սրտիս հով սփրեցեք անտեր անղեկ նավեմ ասա բարերը չեմ հիշում դայրայրայրամ խասվարդի պես պահեցի նուշանուշ փայփայեցի քնքուշ լանջը շոյեցի սրտագող նազերդ ոսկե շող մազերդ մի գերի շինել ինձ յար շատ սիրուն երգ, շատ սիրուն երգ, շատ բառերը այդ մի քանի տեղը լավ չեմ հիշում։ Հա, ես զգացի որ ուրիշ բառեր օգտագործեցի։ Հա, բայց կարծեմ տենց դրա այդ տեսակ էր բառերը գալիս, հա։ Ես հիշում եմ այդ մի տոնը առանց շնչի պետքա երգես, էլի խորմես ծովեր։ Խորմես ծով մեղմացուցեք ճամփակուզեմ երթամյարիս շունչ սիրահար եմ բարձր քարչեմ շատ եմ ծարավ հոգատարիս շունչ ու տենց որ լսում ես ասում ես լավ էս երգը ոնց կարելի է երգել ոնց է այսպես երգել բարո Մաթևոսյան Դե հարցներ կտան իրան Դու հասկանում ես որ Դա, բայց դու զիջում ես դիրքերդ, նայ դու ասցիր ես կլցնեմ այդ աղաբի բարա, չգիտեմ։ Աբոն եկավ ու քեզ շեղեց։ Վայ աբո։ Աբո իսոր պատրաստում է դու շատ եղել է որ ասես Հայկո ջան, այսօր տոլմա կամ վաղը տոլմա սարքի որ Հա, տենց եղել է, բայց հազվադեպ, բայց Նո, բայց այդ լինում է հազվադեպ։ Հետո հիշում ենք այն նախորդ խոսակցությունը, որ ես եթե մի բան ասեմ Այս ինչ բանը լինելու է, արդեն դրա հետ էլ է նաև չէ կապը։ Ու ես ասեմ, որ ինքը երբ որ խոհանոցում է լինում, ես աշխատում ստեղ չլնեմ, որտեվ անդադ ասում եմ մի հատ էս բեր։ Ասում եմ ամենալավը ինքը սարքի էլի ոնց գիտի։ Ծոր ուզում եք մանալից գնաք, հա։ Որ չխանգարենք ես Այգո ջան։ Չէ, չեք Շատ լավ խանգարում։ է մոտը ստացում։ Դուք շփվեք։ Իսկ որ լավ հասկացանք, որ դու ասում ես Հայկուին պատրաստում ես, որ Հայկուին ասում աբո ջան, մի հատ խորոված էլի։ Հա, այդ էլ ես եմ։ Սիրում ես պատրաստել։ Այո։ Մենակ խորոված թե ուրիշ բան էլ կա, որ դու ես։ Կարելի ասել, որ միայն խորովածն եմ ես պատրաստում, որտեվ ինքը շատ լավ ձեռի համ ունի խոհանոցում։ Վաստուրմեն դու ես դնում թե։ Դե լավ շատ մի Չէ, գովամ։ Վաստուրմեն ինքն է դնում։ Հասարակցնեմ ինձ։ Մաղալի մոտ ես եմ գալու։ Շատ լավ է։ Հաճախ ես պատրաստում թե տենց առիթից առիթ։ Կարեմ ասեմ առիթները շուշուտ է լինում։ Հա։ Լինում է։ Գոնե մի հատիկը որ ստացվի լավ։ Ինձ թվում է ստացվելի է բոլորն էլ։ Մեկը լավաշի մեջ ես Կարծում պատտել։ ես։ Ես արդեն ջղայնացա, ճիշտն ասած, քիչ ամնում գնամ մի հատ ուրիշ առնեմ, որ առանց կաշի է։ Չէ լավ։ Ու հիմա որ ուզում եմ լավ լինի ու բաբշե չի լինում, պատկերացրիր։ Աբո արի։ Կողքը կանգնած եմ, ես կես ժամ ասում եմ, գիտես, ես 5-րդ կարգի խոհարարի որակավորում ունեմ, բան, ես պատում եմ։ Դա ոնց որ էս մեկը ստացվում է, հələ սպասի։ Պետք է դիպլոմաս հետս բերեի հաղորդումների ժամանակ։ Ես որ սովորում էի, բանում ուսումնարանում խոհարարական մեր կուրսի դասղեկն ասում էր, եթե այս կուրսից մեկը խոհարար դառնա, անկեղծ եմ ասում, ասում էր Դավիթն է, որ եթե խոհարար։ Հետո պարզվեց, որ բացի ինձնից բոլորը խոհարար են աշխատում։ Մեր կուրսի բոլոր մանկերները սա խոհարար են, բացի ինձնից։ Հետո որ իմացան, որ ես երգում եմ, զարմացել էին, որ Դավիթը այդ ժամանակ չէ, դա մուտացիոն շրջանը ձենի, չէի երգում, այդպես ոչ մեկ չգիտեր, որ ես երգում եմ։ Հիմա այդ արդեն
Համ երգի մեջ են տեսնում, համ հաղորդման մեջ են տեսնում, համ ֆիլմի մեջ են տեսնում, սենց Դավիթը բազմակողմանի զարգացած Այո։ ամեն օր շատ լավ է։ փորձում ենք մեր Իմասի հետո լավաշի մեջ պետքա փաթաթենք, Այո։ համեմենք, Այո։ Համեմենք հետո լավաշ։ Ախր լավ կտորներ չի դրել, ասեցի ես մեջտեղներին ա դիր։ այսի արդեն Իհ, դե, չեմ սիրում։ որտեղից ես առել այդ հանգ Չէ, չեմ կարող ասեմ։ Չկարելի, ես այնտեղից անընդհատ առևտուր եմ անում, ինչ ես ուզում ին вообще սկսեմ վատ Ես ապրանք վստահ եմ տալ։ իրանք նայելու են այս հաղորդումը։ Ու ես գիտեմ, Հա, չէ, իրանք արդեն իրանց սկարն են։ այո։ Ինչ որ այս հաղորդումից հետո գնան սկսեն ձուկ դնել, որը որ առանց կաշի։ Կամ զուգ բռնել, որը կաշի չունի։ Չունի։ Ահա։ Ասա դա Ոնց է անցնում առօրյա Հայկույ ջան տանը, որ տանն ես լինում, գործերով ես զբաղված, հեռախոսի մեջ ես զբաղված։ Բոլորն էլ լինում է, նայած որորը ինչ Որ ժամի։ զբաղվածություն ունեմ եւ որ ժամին։ Ամեն օր ես երգում։ Չէ, ամեն օր չեմ երգում։ Հիմնական իմ աշխատանքային օրերն են ուրբաթ, շաբաթ եւ կիրակի։ Այդ երգը ոնց էր քո համար գրված, չէ՞։ Հա, չէ։ Այդպես, բայց մնացած շաբաթվա օրերը ես տանն եմ լինում ու ունենում եմ աշակերտներ, տանը պարապում եմ private, անհատական։ Շատ լավ։ Եվ դպրոցը բացել ես, բայց դեռ փոքր։ դեռ այո, այսպես դեռևս հա, փորձում ենք այս կերպով, մինչև որ հասկանանք մնացածը ինչա լինելու։ Հա, հիմա բանը այդպես էլի, ինչ եմ անում, հա, պարապում եմ աշակերտների հետ եւ երեխաների դասերով ենք զբաղվում, իրանց որ պահին որ աբոնտանը չի, ես եմ տանում ու բերում։ Իսկ երեխաները որ պարապում են ստեղծված են, թե Հայաստանից նոր Չէ, եկած են։ Հայաստանից եկած են եւ իմիջայլոց տարիքով մեծ են, շատ փոքր էլ չեն, գիտակցված են եկել այս իրենց կանտորից պարապմունքներին, այո, եւ դա ինչ խոսք ուրախալի է։ Բայց Քո երկացանկի երգերն ես տարբեր, բայց ասեմ որ հենց իրենք են ցանկանում իմ երկացանկի երգերը, մշտապես լսում են եւ ես էլ իհարկե չեմ մերժում։ Երևան Post-ը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օթանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ինձ օրակրոջս տղան գրանցել էր ու այդպես ես օգնեցին եղբայրներս, որ ես գնամ գամ իմ տանել վերելու հարցը լուծեցին, որովհետև ես ընդամենը 9-րդ դասարանում էի Հրազդանում, քաղաք Հրազդան, ընդամենը 9-րդ դասարանում էի սովորում այդ ժամանակ ես ու չէի կարող մենակ գնալ գալ, իսկ papan աշխատում էր։ 16 տարեկանից, չէ՞, 15 էի, բայց նախագիծը սկսում էր 16 տարեկանից եւ այդպես։ Խախտումներով նախագիծ։ Չէ, ես ճիշտ էի նշել իմ տարիքը, բայց այսպես չգիտեմ, բացառությամբ ինձ ընդունեցին։ Այդպես։ Հետո papan ուրախ էր, այո։ Ամեն անգամ ասում էր, հա, հեսա անցի բաները դուրս մնա գնանք տուն, դուրս մնա գնանք տուն։ Ու տես չես։ Ու տենց ես էլ ասում էի, դե լավ, դու ինչքան ասես դուրս մնա, ես այնքան դուրս չեմ մնալու։ Ու ես ունեմ մի հատ պրինցիպ, այդ որ մի բան ինձ որ ասում են այդ չես կարողանալու դու, ես այդ իմ համար եղած բան է։ Ես ամեն ինչ անում եմ, որ հասնեմ դրա լինելու։ Դու ուզում ես որ այն սկզբից ասեն չես կարողանալ, որ կարողանաս։ Միգուցե դա կտևի օրեր, ամիսներ, տարիներ, բայց միևնույն ժամանակ ես ամեն ինչ անում եմ, որ բարև։ Սիրուն տղայա եկե։ Սիրուն, մի հատ բարևի բոլորին ու շնորհավորի բոլորի նոր տարին։ Շնորհավոր աղբեր ջան, շնորհավոր։ Լավ քնեցիր։ Հա, լավ քնել է տրամադրություն, լավ տեղն է, կեսա։ Սա նվագելու են մեր համար։ Անպայման։
կնվագեն։ Իսկ հույս ունեիր, որ դու կհաղթես օրինակ։ Երբ այդ զգացողությունը մոտդ եկավ, թե մինչև վերջ չէիր հավատում։ Չէ, ես գիտես ոնց որ ոչ թե գնացի որ հաղթեի, ես ուզում էի անդադ այդ օրերը ապրեի։ Ես չէի ուզում դուրս մնայի, որովհետև այնքան լավ էր ամեն ինչ անցնում, այդ պարապմունքները անդադ նոր երգեր, նոր, չգիտեմ, բաներ, նոր առաջադրանքներ, հա, ընկերների հետ ես անդադ ուզում էի մնայի այդ շրջապատում, այդ ամեն ինչի մեջ ու մի գաղտնիք ասեմ մեր հետևողներին, երբ որ ժողովրդական 3 նախագիծներ, որ ես մասնակցում էի, տարեքին վերջի հատվածներ, Հայկուհին ժյուրիի անդամ էր նստած, ժյուրի էր Լևոն Հարությունյանի եւ մեր տաղանդավոր կոմպոզիտոր երգահան Սասուն Պասկևիչյանը, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, եւ ես երգեցի, Հայկուհին ասեց որոշ վերապահումներով, այո, հիշում ես Հայկու ինչ եմ երգել ես։ Ես այդ ժամանակ երգեցի Քույր իմ նազելի։ Հեղինակի անունը չեմ հիշում այս բանին, բայց այնքան լավ է որ այս մասին խոսեցի, որովհետև ես այդ ժամանակ այնքան բարդ խնդիր էր իմ առաջ դրած, որ ամբողջ կոնսերվատորիայի իմ ընկերական շրջապատը, Ջիվանո անվան աշխարհական դպրոց Ռոմանոս, ու սենց իմ ընկերներն էին բոլորը։ Ես այնտեղ էի որպես համ մասնակիցներին հասկացող մեկը, որը նստած է ժյուրիում, բայց միևնույն ժամանակ պետքա նաև կարծիք հայտնեի, ու իմ համար այնքան դժվար էր, ու այդպես այնքան մարդկանց եմ ասել Դավ ջան, բայց ես ուրախ եմ, որ դու հասել ես քո ուզած այն կետին, որտեղ որ կաս։ Ինձ թվում է, ու դու քեզ լավ ես զգում, բայց այդ վերապահումները այնպես չի էլի, որ լավ չի եղել, դե գիտես արդեն։ Բայց մի քանի օր ժյուրիի կազմում լինելուց հետո ես հասկացա, թե ինչքան բարդ իրավիճակում եմ ես, ու ես ասացի, որ ես չեմ կարող այլևս նստել, որովհետև ես շատ որ ընկերասեր եմ, չէի ուզում ոչ մեկի նեղացնել։ Ես հիշում եմ դպրոցական տղայի այդ բանով վիճակով, որը ասենց առաջի անգամ ասենց դժվար ու երգում եմ Քույր իմ նազելի ակապելա տարբերակով դե բնականաբար կատարումները առանց մինուսի երաժշտության երգում ենք, նվագակցության երգում ենք։ Ու տենց տպավորված այդ երգով շատ սիրուն կարծում եմ իմ համար շատ լավ է։ Ստայմ սիրուն է եղել։ Ինձ համար գիտես ամենաբարդ մի հատ բան իմ ուսուցչու աղջիկն էր մասնակցում, որ ինձ ասեցին, ես ոման ասեցի Ամերիկայում Oh my god Բայց շատ լավ երգեց ինքն էլ եւ ամեն ինչ լավ անցավ, ես այո։ Այդպես։ Շատ լավ է, դե քեզ չխանգարենք Հայկոյ ջան։ Աբո ջան, ձերքս ընկավ Հայկուհու պատվոգրերն, հա, ինքը համեստություն անում, չի ուզում խոսել այդ մասին, քանի ինքը խոհանոցում մեր համար բան է պատրաստում։ Խնդրում եմ ինձ ասես, ես որտեղ է ստացել կան պատվոգրերը, ինչի համար։ Էս սրանք հեսա հերթով նայենք, կարծեմ սրանք միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ ժամանակվա պատվոգրերն են։ Այս սա ստեղ է ստացել։ Հա։ Էս մի հատը տվել է սա Անգլիայինն է։ Հովնա Սրբազանը Ամերիկայի արևմտյան նահանգների թեմի առաջնորդը որպես հայ ժողովրդական երգի պահպանման գործում իր ներդրման համար։ Այս մյուսը տվել է մեր Հայաստանի հյուպատոսարանը Լոս Անջելեսի։ Հա, կոնսուլ։ Այո։ Արմեն Բայբուցյան։ Շատ լավ։ Այս մեկն է Գլենդելի քաղաքապետարան։ Այո, Գլենդելի քաղաքապետ Արդիկ Հասախյանն է տվել։ Հրաշալի։ Բոլորի անունը բոլոր տեղերում Հայկու անունը գրած է։ Այո, Հայկուի Բաբախանյան Արմենը։ Դիտեղ գրած չներ, գրած Դավիթ Շեխոյանը։ Երկրորդն էլ էլի Արտաշես Հասախյանի կողմից Գլենդելի քաղաքապետ։ Շատ լավ է։ Այս մյուսը Հասախյանից առաջ Վրեժ Աղաջանյանն էր քաղաքապետը Գլենդելի, Վրեժ Աղաջանյան։ Բոլոր քաղաքապետերը Հայկուհուն պատվոգին են տալի։ Սա կոնգրեսի կողմից է, Ամերիկայի կոնգրեսի կողմից։ Այո, սա տվել է Ադամ Շիֆը։ Ադամ Շիֆը, հաց մեր ընկերն է Ադամ Շիֆը։ Հա, հայ երկի երեկո Հայկուի Բաբախյանի հետ հաղորդման այդ ժամանակ է ստացել։ Հարգելի Ադամ Շիֆ, եթե մեզ նայում եք, Հայկո դե հաղորդման համար եք։ Սա
Կալիֆոռնիա State Senate-ի կողմից է։ Էլի Հայկուի Բաբախայանին, Anthony Portantino-ի կողմից է, սենատոր։ Այդ հիշենք Հայկու հետ նկարում ենք ախպեր։ Էսի Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետի կողմից, էլի Հայկուի Բաբախանյանին։ Շատ սիրուն ձեռագրով է գրած է։ Իսկ ես սիրելի բարեկամներ, մեր հարազատ քաղաքի Լոս Անջելեսի Սա էլ Կալիֆոռնիայի կանանց միության կողմից է։ The Ladies, Այո։ հայկական եկեղեցի։ Եկեղեցունքից ունենք կանանց միություն, այս մեկն էլ Չէ, շատ լավ է, բրավո։ Բայց էլի ունի, ուղղակի չգիտեմ, ես որտեղ էր դրած։ Հա, ասես դրված չէր, էլի, ասենց առանձին մի տեղ նս տեսա վերցրեցի, էլի, ասենց ցուցադրված չէր, ոնց որ նկարներն է տան մեջ ցուցադրված։ Չի սիրում, թե ուղղակի տենց տեղ չկա դնելու չեն գնում։ Չեմ իմանում, ես էլ չեմ իմանում, Դավիթ։ Այն մի հատ անեկդոտ կա է, որ մեկը քյավարցի է լինում, կարտոֆիլ է վաճառում։ Մեկին մոտենում է, ասում է. «Օ, ես մրսած է, այս կարտոֆիլը»։ Ասում է. «Հա, չէ, միջը մրսած է»։ «Հա, մրսած է, գիշերներն էլ հազում է»։ Մեր հումորի վարպետ Աշոտ Ղազարյանի իմ ամենասիրելի անեկդոտներից է։ Հիմա իմն է։ Մրսած է, գիշերներն էլ հազում է։ Ես ուզեցի մինչև իրանք շփվեն, այս կարտոֆիլը արագ դնեմ, որ եփի։ Այսօր իմ ամենասիրած պյուրեն եմ պատրաստելու, այն մանկական, փորձենք, տեսնենք ոնց կստացվի։ Շատ հաճելի է, որ նմանատիպ հաղորդաշար ես ընձեռնել, որ մեր ժողովուրդը տեսնեն, ուրախանան, այո։ Շատ շնորհակալություն քեզ, բարով ես եկել մեր ընտանիք։ Շնորհակալ եմ։ Ոտքներդ ոնց որ ասում են խերով լինի։ Այո։ Կարելի է, չէ՞։ Իհարկե։ Ես էլ եմ ուզում ասեմ շնորհակալ եմ Դավիթ ջան, որ էլի քո հաղորդման հյուրն եմ եւ նորից կարողացանք զրուցել, հիշել, հուզվել, մի խոսքով կադրից այն կողմ բավականին շփվեցինք
թող քո հաղորդումը երկար կյանք ունենա եւ այդ հարցում թող որ նպաստեն մեր սիրելի հեռուստադիտողը, մեր երկրպագուները, մեր հանդիսատեսը, որովհետեւ վստահ եմ որ ցանկացած քո հյուրը սիրված է եւ ունի իր աուդիտորիան, որը որ կսպասի իրեն, այո։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ եմ։ Եվ հուսով եմ կհավանեք այն ինչ որ ստացել ենք պատրաստելու հետևանքով։ Մեզ բարի ժամանակ։ Շնորհակալ եմ։ Անուշ։ Եթե անկեղծ ես եմ շնորհակալ մեծ հյուրընկալելու համար, որտեվ այս օտար երկրում մի քիչ աշխատանքը, ժամանակը զբաղվածությունը շատ է բոլորիս համար ու չենք հասցնում իրար տեսնել, խոսել ու շատ հաճելի է, երբ որ գնում ես հարազատ մարդուտուն ու լավ ժամանակ ես անցկացնում, ոնց որ մենք ժամանակ անցկացրեցինք ձեր տանը, փոխադարձ էներգիա հարգանք տվեցինք, փոխադարձ ստացանք ու այս հայկական օջախը թող երկար կյանք ունենա ու ասեմ, թող ձեր սերը չպակասի, ավելանա ձեր հրաշք ընտանիքով, ձեր հրաշք երեխաների հետ, երկար տարիների կյանք ունենաք, հուսով եմ մի օր Աստված այն հնարավորությունը կտա, որ մենք կգնանք մեր հայրենիք եւ մեր հայրենիքում ելիք ստեղծագործենք, կարարենք ու կապրենք։ Ձեր օջախի համար Հաբո ջան, Հայկո ջան, շնորհակալ ենք հարգանքի եւ պատվի համար։ Փոխադարձ։ Շնորհակալ ենք։ Այ, հոնշ։ Հիմա փորձենք քո պատրաստած եւ պատահական չի հացավը տան։ Եւ պատահական չի լսում ենք Աշուղ Աշոտի օջախում Հայկոյի Բաբախանյանի կատարմամբ։ Շատ սիրուն երգ է ու հրաշք։ Միշտ լսելի։ Այո, կարող ես, շնորհակալություն։ Ես ուզում եմ զուկը փորձեմ ու ասեմ։ Ընդունվում են միայն անկեղծ կարծիքներ։ Արդեն իսեմ։ Առանց վերապահումների։ Իհարկե։ Մի փոքր ինձ բան կդնես։ Պյուրեից։ Պյուրեից, այո։ Բայց բանջարեղենին չանտեսեք հանկարծ։ Չէ, մենք իրան սիրում ենք ինքն։ Մեզ բանջանը։ Սա բերեմ դուք վերց։ Այո, բեր։ Դավիթին։ Ես զուկը փորձեմ։ Ես ես դնեմ։ Դա հերո ես ինձանից, մի հատ Ես պահեմ դու քեզ լցրու էլի։ Շնորհակալ։ Մի հատ է։ Չէ, հերիքա։ Չէ, հետո էլի Հետո կվերցնեմ։ կուզես էլի։ Հետո էլի կվերցնեմ։ Շատ համեղ է, բայց զուկը շատ Հայկուհիս լավ է պատրաստում։ Հա։ Քո բախն էլ է բերել, Հաբո ջան։ Ամբողջ միշտ կողամնում, հա։ Հետարապես տենց է, չէ՞ որ կինը պատրաստողա հյուրընկալ է ու շատ կարևոր է որ մարդու ասма բախտը բերել է որ Գիտես ինչից է, որ ինքը անդադ չի ասում, սենց հարան, ենց հարա, այս պատրաստի, այն պատրաստի, ես իմ ազատ ստեղծագործում եմ։ Լավ աստղ։ Դու էլ լավ ես ստեղծագործում։ Շատ լավն է, լիմոնը, որ անմահական է։ Հայկական ընտանիքը տուն է, որտեղ սեղանը երբեք չի դատարկվում, պատմությունները երբեք չեն ավարտվում։ Այդ տանն են մեծանում մեր երգերը, մեր լեզուն եւ մեր հավատը։ Հաջողություն, միշտ նոր հանդիպում։